Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստում ենք լոբին, լոլիկի համեղ թանձրուկով։ Այս տեսակի լոբին եմ ընտրել այսօր, իսկ դուք կարող եք ձեր նախընտրած լոբով պատրաստել։ Ծայրերը հեռացնում ենք, նախապես լվանում ենք եւ այնուհետեւ կտրում եմ մեջտեղից։ Կարող եք ավելի փոքր մասերի բաժանել, բայց ես ուղղակի հենց մեջտեղից կիսել եմ։ Տաքացած թավայի մեջ ավելացնում ենք կարագը, մի փոքր բուսայուղ եւ այնուհետեւ 1 գլուխ սոխը տապակում ենք։ Տապակում ենք այնքան ժամանակ, մինչեւ որ ահա այսպիսի երանգ կստանա։ Այնուհետեւ ավելացնում ենք 2 մեծ չափի լոլիկ, նախապես կեղևահանել եմ, ահա այսպես շերտերով կտրել եւ ավելացնում ենք։ Այնուհետեւ կափարիչը փակում ենք եւ թողնում ենք մնա 2 րոպե։ 1 ճաշի գթալ տոմատի մածուկի վրա ավելացնում ենք եռմանջուր, խառնում եւ ավելացնում մյուս բաղադրիչներին։ Նաեւ այստեղ ավելացրեցի 4 պաչ սխտոր, մանր կտրտած։ Հիմա կթողենք մի փոքր կմնա, մի քանի րոպե, այնուհետեւ ավելացնում ենք լոբին։ Լոբին ավելացնելուց հետո կխառնենք եւ կավելացնենք ջուրը։ Ջուրը եռացրած ջուր է եւ այստեղ ավելացնում եմ 250 մլ։ Եթե ուզում եք չափեք, անպայման չափեք եւ այդքան ավելացրեք, իսկ եթե չէ, ուղղակի աչքա չափով ավելացնում եք այնքան, որ մի փոքր ծածկված լինեն լոբիները։ Ընթացքում կափարիչը դնում ենք վրան եւ եփում ենք 10 րոպե։ Այստեղ կավելացնեմ աղը, 1 թեյի գթալ աղ եւ 1 թեյի գթալ սև պղպեղ։ Իդեպ այս տեսակի լոբին բավականին շուտ է եփվում, եթե մեր հայկական լոբիով եմ պատրաստում, ապա ավելի երկար եմ եփում, իսկ այս տարբերակով եփվածը բավականին արագ է եփվում, կարելի է ասել 10 րոպեում, 15 րոպեում պատրաստ է լինում։ Այստեղ կանաչիներն են համեմ մաղադանոս, սամիտ եւ ռեհան։ Եփում ենք կափարիչը վրան դրած, ընթացքում բացում ենք եւ չենք մոռանում խառնելու մասին։ Ահա եւ պատրաստ է, արդեն իսկ լոբին եփված է, պետք է ավելացնենք կանաչիները։ Համեղ բուրմունքը տարածվել է խոհանոցով 1։ Սիրելիներս, դուք էլ պատրաստեք հենց այս տարբերակով, անպայման գոհ կմնաք արդյունքից։ Հիմա կտեղափոխեմ նաեւ մատուցվող ափսե եւ կվայելենք այս համեղ ուտեստը։ Եթե հավանեցիք տեսանյութը, խնդրում եմ մի մոռացեք լայք սեղմել եւ նաեւ մեկնաբանություններում գրել ձեր կարծիքը։ Շնորհակալություն ձեր դիտումների համար, ցտեսություն, կհանդիպենք շուտով։